Այս կիրակի հոկտեմբերի 5-ին ժամը ուղիղ 22:45-ին այ հեռուստադիտողը կստանա բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք 30 տարի շարունակ անպատասխան են մնացել։ Ինչպես են տարիներ շարունակ Թալանը օրինականացրել հայր եւ որդի Որսորդ Քոչարյանները։ 2026 թվականի ընտրություններին նրանք հույս ունեն, որ կարողանալու են այդպես իրենց թայֆով իշխանությունը զավթեն։ Ինչի համար էր Քոչարյանը հրատապ մեկնել Մոսկվա եւ հանդիպել հայաստանյան հարցերով կրեմլյան կուրատոր Սերգեյ Կրիենկոյի հետ։ Այս անգամ եւս գնացել է մուրացկանության, բայց ինչպես ասում են, Մոսկվա ստիզամ նիվերից։ Ինչ է խնդրում Ռոբերտ Քոչարյանը Ալիևից եւ ինչպես է իր թուրք եղբայրը օգնելու։ Մեսիջ է ուղարկել Իլհամ Ալիևին եւ Գենադի Ստեփանը այդ հանդիպումից հետո միանգամից մեկնել է Բաքու Ալիևի այդ հանդիպման, որովհետև Ալիևը գիտեք Մոսկվայում խնդիրներ ունի եւ չի կարողանում առաջվա պես այդպես այցելի։ Ինչու սպանեցին Պողոս Պողոսյանին։ Զուգանում բոքսով խփել են գլխին գցել են ետին, ասում են սիրտն է կանգնել։ Դա նույնն է, որ վաղը օրինակ Ռոբերտ Քոչարյանի բջին մեկը գցի ավտոյի տակ։ Ինչ էր խոսում Միքայել Աճապահյանը եւ ում էր ձեռնտուն նրան կալանքի տակ պահելը։ Ես նախկիններով երբեք հմայված չեմ եղել, առավել եւս հիմա չեմ կարող հմայված լինել, որովհետեւ իրենց մեղքով է այս իշխանությունը։ Այս մարդու գլխին սարքեցին իրանց այդ լրատվականներով տարածեցին, որ սենց բաներ ասում, հեղաշրջման կոչ անում։ Եվ երկրորդ նախագահ, եւ երրորդ նախագահ պետք է հեռանան քաղաքական ասպարեզից։ Միքայել Սրբազանի վտանգը կանում է նրանում, որ այս մարդը ճիշտն էր ասում, որ բացահայտում էր, որ սրանք անդիմություն չեն։ Քոչարյան անդիմություն, հա։ Գաբելի Արտուր։ Որքան գումար է կազմում Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը։ Փառք Աստծո կամ հակառակը 4 միլիարդ չի։ Միգուցե 4 միլիարդ լիներ, ավելի երջանիկ կլինեի այս պահին, բայց 4 միլիարդ չի։ Ղարաբաղից նորից եմ ասում, սեփական ոչիլ չունի, Սադաղլուից առաջ Սավիտերովա բոմժ եկե Հայաստան, հիմա էլ ինչ-որ փաստագրված է, ընտանիքից է խոսում, բիզնեսից է խոսում։ Հեսա կատնանք։ Ինչի համար էր 20 զինվորների կյանք խլած Ջալալ Հարությունյանը դատարանի բակում հայհոյում ծնողներին։ Եվ ինչ է սպասվում նրան։ Դու տղաներ ցիանիդը կխմեիր կամ քեզ գլխից կխփեիր։ Լրփի տղան, չգիտեմ, իրան ինչի տեղադրել է։ Այ վիժված։ Ջալալիկ։ Ես քեզ ինչ եմ ասում։ Ինչպես 19 տարեկանում հարստացան Սեդրակ եւ Լևոն Քոչարյանները եւ արդյոք պատրաստվում են կիսվել գաղտնիքով։ 19 տարեկանում անձը սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, 20 տարեկանում արդեն շատ մեծ ծավալի ֆինանսական հոսքեր է ունեցել եւ մեծ ծավալի գույքերի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել։ Սրանք անգամ այնքան չմո են, որ իրանց հարցները ստենդ են նստում են, ասում են կթուկ ով ենք գթե։ Լոխ ենք գթե, փողերը ուտում ենք, վաղն էլ այդ փողերը սաղ մեզ է մնալու։ Ով է Ռոբերտ Քոչարյանի սիրուհին։ Փաստ եմ ներկայացնելու Ռոբերտ Քոչարյանի սիրուհու հետ կապված եւ բացահայտելու եմ այս պղծին, թե սա ինչերի է ընդունակ։ Այս եւ այլ կարևոր հարցերի պատասխանները կստանաք հենց այսօր, հոկտեմբերի 5-ին ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։